Երևանում կայացել է Muay Thai IFMA Կովկասի գավաթ միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցել է 6 երկրի 285 մարզիկ, այդ թվում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ։ Մրցաշարի բացման արարողությանը ներկայ էին ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի MMA ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը, Հայաստանի վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյանը։ Հատուկ հյուրն էր MMA-ի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Քերիթ Բրաունը։ Muay Thai մարզաձևի ցուցաբերած աջակցության համար պարգևատրվում է նաև ոչ օլիմպիական մարզաձևի միության համահիմնադիր Հովհաննես Տարումյանը, որի պարգևը կհասնի Գառնիկ Հայրապետյանը։ Կովկասի գավաթի խաղարկության տարբեր տարիքայինների մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 160 մարզիկ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը։ Հայաստանի Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուձյանը բարձր է գնահատում մրցաշարի որակը։ Հայաստանի Muay Thai ֆեդերացիան տարիներ շարունակ կազմակերպել է բազմաթիվ միջազգային խոշոր առաջնություններ։ IFMA International Caucus Open Cup-ը տարբերվում է այն մնացած առաջնություններից նրանով, որ այս տարի այս մրցաշարը արդեն IFMA International Ֆեդերացիայի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով հաստատված է։ Շատ կարևոր է, որ այս առաջնությանը միջազգային մրցավար է ժամանել, որ իր գնահատականն է տվել եւ իր ուղարկել է արդեն միջազգային ֆեդերացիա, որը որ արդեն նամակ են ստացել մեր բարձր կազմակերպվածության համար։ Տարբեր քաշային կարգերում տեղի ունեցան մի շարք թեժ եւ դիտարջան մենամարտեր։ Եվ այս մենամարտում 30-27 հաշվով հաղթանակ նշտորվում է Կարմիրենկյան մարզիկի Արայիկ Բրուձյան Հայաստան։ Եզրափակչում իմ մրցակիցը շատ ուժեղ էր, բայց ես շատ ուրախ եմ, որ հաղթեցի։ Պատրաստվում եմ մասնակցել 2 շաբաթից տեղի ունեցող Մալեզիայում աշխարհի առաջնությանը։ Մենամարտը շատ լավ էր կազմակերպված, իմ հակառակորդը ռուս մարզիկ էր, որի հետ դիտարժան մենամարտ անցկացրեցի եւ հետագայում հունիսի 17-ից 21-ը աշխարհի մրցումների եմ Մալեզիա քաղաքում ու սպասում ենք հրթանջան պարապմունքների, որ ավելի լավ արդյունքներ ցուցաբերենք։ Շնորհակալություն եմ հայտնում Արտակ Բրուձյանից, որ այսպիսի մեծ փորձեր ունենք Հայաստանում, որ կազմակերպել են Կովկասի մրցաշարերը, շատ գեղեցիկ, նորմալ մրցաշարից շատ գոհ եմ։ 16-17 տարեկանում մրցել եմ Ալժիր մարզիկի հետ 51 քաշային կարգում չեմպիոն եմ դարձել։ Ալժիրի պատվիրակության կազմում Հայաստան էր ժամանել նաև միջազգային մրցավար Մոհամմեդ Համզան։ Մրցավարությունը շատ բարձր մակարդակի վրա է, շնորհակալություն եմ հայտնում այս մրցաշարի բոլոր կազմակերպիչներին եւ պատասխանատուներին։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հայ գործընկերներին այս ջերմ հյուրընկալության համար։
Առաջին անգամ Երևանում անցկացվում է Muay Thai Կովկասի գավաթ միջազգային մրցաշարը, ամեն ինչ կազմակերպված է ամենաբարձր մակարդակով Հայաստանի Muay Thai ֆեդերացիայի կողմից։ Հայաստանում Muay Thai մակարդակը տարեստարի բարձրանում է։ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է իր սաների ցույց տված արդյունքից։ Նախ նշեմ, որ այս մրցաշարը առաջի անգամ է տեղի ունենում International Kafkas Open Cup-ը, բայց լինելու է բնականաբար շարունակական։ Մասնակիցներից գոհ ենք, որակական բարձր ցուցանիշներ ունենք։ Անձնական իմ երեխաները լավ արդյունքներ են ցուցաբերել։ Գոհ են բոլորը եւ կազմակերպչականը շատ բարձր որակի վրա է գտնվում։ Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մալայզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։